Ողջույն, սիրելի փոքրիկ։ Այո, դու կրկին պապիկի մոտ ես, դու կրկին լսում ես իմ ձայնը, տեսնում ինձ, սակայն ես քեզ պետք է տեսնեմ իմ կախարդական հեռախոսով, դրա մասին մենք խոսենք հետո։ Այսօր ես կրկին ցանկանում եմ քեզ համար հեքիաթ կարդալ, բայց այս անգամ Ջանի Ռոդարի հեքիաթներ հեռախոսով շարքից, այս գեղեցիկ հեքիաթը։ Ինչպես մի մարդ գնեց Ստոկհոլմ քաղաքը։ Պատրաստ ես։ Գավիաթի շուկայում ով ասես չի լինում։ Իսկ ամենաճարպիկները որտեղ ասես, ինչ ասես վաճառում են։ Մի ուրբաթ շուկայում հայտնվեց մի վաճառական, որը զարմանալի բաներ էր վաճառում, Մոնբլան լեռը օրինակ, Հնդկական օվկիանոսը, լուսնի վրա գտնվող ծովեր։ Այնքան համոզիչ էր խոսում, որ մեկ ժամ հետո ամբողջ ապրանքը բացի Ստոկհոլմ քաղաքից վաճառել էր։ Ստոկհոլմը գնեց մի վարսավիր, որը վճարելու փոխարեն կտրեց վաճառականի մազերը։ Վարսավիրը երկու հայելիների արանքում ամրացրել էր հավաստագիրը, որտեղ գրված էր Ստոկհոլմ քաղաքի սեփականատեր։ Եվ այն հպարտությամբ ցույց էր տալիս իր հաճախորդներին ու պատասխանում նրանց հարցերին։ Սա, ասում էր, հասարակ քաղաք չէ, Շվեդիայի մայրաքաղաքն է։ Մոտ 1 միլիոն մարդ է ապրում եւ բոլորն իմն են։ Այնտեղ ծով էլ կա, բայց տիրոջը դեռ չեմ ճանաչում։ Վարսավիրը քիչ-քիչ գումար հավաքեց եւ անցյալ տարի գնաց Շվեդիա, իր սեփականությունը տեսնելու։ Ստոկհոլմը հիասքանչ քաղաք էր, շվեդները բարեկիրթ մարդիկ։ Նրանք ոչ մի բառ չէին հասկանում վարսավիրի ասածից։ Նա էլ մի բառ անգամ չէր հասկանում նրանց պատասխանից։ Գիտեք, որ ես այս քաղաքի տերն եմ, ձեզ տեղեկացրել են։ Շվեդները ծիծաղում էին եւ պատասխանում. Այո, ու թեև ոչինչ չէին հասկանում, շատ բայրացակամ էին։ Վարսավիրը իրենից գոհ շփում էր ձեռքերը։ Մի ամբողջ քաղաք մեկ անգամ մաս կտրելու եւ հարդարելու դիմաց, պատկերացնում եք, ես շատ էժան եմ գնել, բայց սխալվում էր, չափազանց թանկ էր վճարել, որովհետեւ երբ երեխան աշխարհ է գալիս, ողջ աշխարհը նրա սեփականությունն է եւ ոչ մի լումա վճարելու հարկ չկա։ Միայն պետք է թևքերը քշտել, ձեռքերը պարզել եւ վերցնել այն։ Սիրելի թորնիկներ, պապիկը ուզում է հայտարարել նախատոնական մրցույթ։ Դուք պետք է նկարեք պապիկին, նկարեք, ով օրիգինալ եւ գեղեցիկ նկարեց, պապիկը խոստանում է հրաշալի մի նվեր։ Ես իհարկե բոլորի նկարները ձեզ ցույց կտամ, բայց կհաղթի ընդամենը մեկ թորնիկ, ում ես կընտրեմ, իսկ ձեր իրական նվերները դուք կստանաք ամանորի գիշերը, ինչպես պայմանավորվել ենք։ Ձեր նկարները լուսանկարեք հեռախոսով եւ ուղարկեք մեր էլեկտրոնային հասցեին։ Ես սիրով կսպասեմ։ Իսկ ես պետք է նորից խնդրեմ, որ դու բաժանորդագրվես եւ բուտիկներ տնես, որովհետեւ այստեղ այս իրավիճակում պետք է այդ կերպով սատարել պապիկին, որպեսզի կարողանանք մեր հետագա շփումը շարունակել։ Ինչ, մինչ նոր հանդիպում։